Իմ բաց նամակը նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա աշխատասենյակի հարգարժան անդամներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ապացուցել է, որ ինքը ոչ միայն Միացյալ Նահանգների հակառակորդն է, այլ նաև էգզիստենցիալ սպառնալիք բուն արևմտյան քաղաքակրթության համար։ Նրա հավակնությունները չեն վերաբերում տարածաշրջանային ազդեցության ձգտող պարզ ազգայնական առաջնորդին։ Սրանք են արմատական իսլամիստական տեսլականով իմպերիալիստի նպատակները, ով ձգտում է տիրել, ենթարկել եւ արմատախիլ անել բոլոր նրանց, ովքեր չեն խոնարհվում իր գաղափարախոսության առաջ։ Էրդողանը բացահայտորեն արտահայտել է իր ագրեսիան սուրբ պատերազմի լեզվով։ 2020 թվականին Կովկասում Թուրքիայի ռազմական արշավի ժամանակ նա հայտարարեց. «Լուսինը կրկին բարձրացել է Ղարաբաղի վրայով»։ Սրանք խաղաղություն փնտրող պետական գործչի խոսքեր չեն, սրանք իսլամիստ Խաչակիրի կուրճիչերն են, ով նախանշում է քրիստոնեական քաղաքակրթությունների մոխրի վրա կառուցված նեո-օսմանյան կայսրությունը։ Էրդողանի օրոք Թուրքիան պատերազմ եւ ցեղասպանություն հրահրեց։ Նա լիովին աջակցեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ, Լեռնային Ղարաբաղ ներխուժմանը, որը հանգեցրեց ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանմանը իրենց հայրենիքից։ 2020 թվականին անխնա շրջափակման տակ 9 ամիս սովից հետո արցախցի մնացած հայերը դաժանորեն տեղահանվեցին էթնիկ զտումների արշավ, որն իրականացվել է թուրքական անօդաչու թռչող սարքերի, թուրք զինվորների եւ թուրքական զենքի միջոցով։ Դա կործանարար պատերազմ էր ոչ միայն ժողովրդի, այլև հենց քրիստոնեության դեմ։ Կովկասից այն կողմ Էրդողանը ընդլայնեց իր արյունոտ ներթափանցումը դեպի Մերձավոր Արևելք։ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքով 100,000-ավոր քրիստոնյաներ, եզդիներ եւ քրդեր տեղահանվեցին։ Թուրքիան աջակցել է ջիհադիստական խմբավորումներին, որոնք պատասխանատու են անասելի վայրագությունների համար, ներառյալ քրիստոնեական համայնքների սպանությունները եւ նրանց հնագույն եկեղեցիների ոչնչացումը։ Սիրիայի հյուսիսում քաղաքները, որոնք մոտ 2,000-ամյա քրիստոնյաների տներն էին, գրավեցին թուրքական զորքերը, որոնք թալանեցին եւ այրեցին եկեղեցիները, բարձրացնելով Էրդողանի ընդլայնվող խալիֆայության դրոշը։ Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքում, ինչի հետևանքով քրիստոնյա խաղաղ բնակիչներ են զոհվել։ Թուրքիան Լիբիայում զինել է իսլամիստ զինյալներին։ Կիպրոսում Էրդողանը բացահայտորեն կոչ է անում մշտական թուրքական օկուպացիայի ենթարկել։ Նրա նպատակն ակնհայտ է՝ իսլամացնել եւ թուրքացնել յուրաքանչյուր շրջան, որը նա համարում է իր ազդեցության գոտի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները։ Այն երկիրը, որը ֆինանսավորում է ահաբեկչությունը, զբաղվում է էթնիկ զտումներով եւ պատերազմում քրիստոնյաների դեմ, չպետք է դաշնակից համարվի։ Էրդողանը ՆԱՏՕ-ն օգտագործել է որպես վահան, թաքնվելով նրա դրոշի հետևում, պատերազմ մղելով հենց այն արժեքների դեմ, որոնց համար այն հիմնադրվել է։ Ժամանակն է լքել ՆԱՏՕ-ն եւ խզել բոլոր կապերը պետական հովանավորվող ահաբեկիչների հետ։ Նախագահ Թրամփ, դուք արդեն մեկ անգամ զգուշացրել եք Էրդողանին, ասելով. «Մի եղիր կոշտ տղա, մի եղիր հիմար», եւ դուք հիշեցրեցիք նրան, որ անհրաժեշտության դեպքում կարող եք ոչնչացնել թուրքական տնտեսությունը։ Հիմա ժամանակն է հետևել ինքներդ ձեզ, պարոն Թրամփ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ տա Թուրքիայի այս լկտիությունը շարունակվի, պատմությունը դա կհիշի որպես այն պահ, երբ ազատ աշխարհը ուղղակի կանգնեց, երբ քրիստոնեությունը արմատախիլ է արվում իր հնագույն հողերից։ Պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Թուրքիային։ Արդարությունը պետք է հաղթի արցախահայության համար եւս։ Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների համար պետք է արդարադատություն իրականացվի։ Էրդողանի անխիղճ նկրտումներով ոչնչացված յուրաքանչյուր անմեղ կյանքի համար պետք է արդարադատություն իրականացվի։ Դիվանագիտական կիսաքայլերի ժամանակն անցել է, գործելու ժամանակը եկել է։ Գրել է Ջոել Թենի Facebook-յան իր էջում։ Կոմունիզմի ուրվականը։ Թրամփիզմի դեմքով հանդես եկող համաշխարհային աջակողմյան բեսպրեդելի ամենածանր հետևանքը լինելու է այն, որ 1917 թվականին եւ բոլշևիկներին երանի ենք տալու։ Աշխարհը կրոններից եւ աջ պոպուլիզմից հոգնած հայտնվելու է ծայրահեղ ձախ պոպուլիզմի ճիրաններում։ Եթե կրոնների եւ ազգայնականության հանդեպ հավատ չկա, ինչն է միավորելու մասաներին։ Այո, դասակարգային պայքարը, աղքատներն ընդդեմ հարուստների, հանուն արդարության ճակերտավոր։ Մենք որպես Սերժին մերժած ժողովուրդ դա լավ գիտենք, մեր կաշվի վրա զգացել եւ զգում ենք։ Հայաստանում նույնպես աջ ու պահպանողական էին խաղում։
Նժդեհիզմ էր քարոզվում, ինչ եղավ արդյունքում։ Ջրից ելանք, ընկանք ջրհեղեղը, չէ՞։ Նախորդ դարասկզբին նույն այսպիսի վիճակ էր։ Պատերազմներից հոգնած Ռուսաստանը հասկացավ, որ պատերազմը ելք չէ։ Պատերազմով ժողովրդին խաբում են, ուրիշ ոչինչ։ Այժմ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ն ու բազմաթիվ այլ երկրներ են նման իրավիճակում։ Տավարիզմը, գաղափարական իզմի փոխարեն մարդկանց հրամցնել չի կարելի, մահացու վտանգավոր է։ Չկա բարոյականություն, չկա ոչինչ, բացի բեսպրեդելից։ Իդեպ Գյումրու ընտրություններում զգում եք առաջացած վակումը։ Հայաստանում դասական հեղափոխական իրավիճակ է, ստի վերջը վատ, շատ վատ է։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադարձել է Իլհամ Ալիևի Անկարա այցին եւ Իգդիր Նախիջևան գազամուղի բացմանը, նշելով, որ Ալիևի հետ քննարկել են նաեւ շատ այլ կարևոր հարցեր եւ հատկապես Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։ Էրդողանը չի մանրամասնում, թե Ալիևի հետ հատկապես ինչ են քննարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացի առնչությամբ։ Քննարկել են Հայաստանի հանդեպ ճնշումն ավելացնելը, թե հակառակը Հայաստանի հետ փոխզիջման գնալու հնարավորությունը։ Իհարկե, երկրորդ տարբերակը պատկերացնելը շատ դժվար է, հաշվի առնելով այն, որ Ալիևի Անկարա այցից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գործընթացի վերաբերյալ Բաքվից հնչած առայժմ միակ հայտարարությունը ըստ էության եղել է հակառակ տրամաբանությամբ։ Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը գրառում էր արել X-ի միկրոբլոգում, նշելով, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի Արցախյան պատերազմի հանցագործներին, որոնք գտնվում են Հայաստանում։ Ադրբեջանն այդ ձևակերպման ներքո նկատի ունի Հայաստանի նախկին նախագահներին, պաշտպանության նախարարների, բարձրաստիճան գեներալների։ Բաքուն նոր չէ, որ խոսել է այդ մասին։ Այստեղ էականն այն է, որ Ալիևի Անկարա այցից հետո հենց դա է եղել Ադրբեջանից հնչած հայտարարությունը, ինչը նշանակում է, որ փոխզիջման հակվածության մասին խոսելը թերևս կլինի ավելորդ։ Ընդ որում, այստեղ հարցը միայն Ադրբեջանը չէ։ Այս օրերին Սիրիայում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք այլ բան չէին, քան թուրքական աջակցություն վայելող խմբավորումների ուժերով Լաթակիայում եւ Տարտուսում ալավիական բնակչության եւ քրիստոնյաների սպանդ։ Սիրիայում այդ սպանդը իրականացնող Թուրքիան չի կարող կառուցողական եւ փոխզիջումային տրամադրվածություն ունենալ Կովկասում։ Ավելին, Սիրիայում թուրքական ագրեսիվության դրսևորումը թերևս այն մասին է, որ հենց այնտեղ ուժային գործոնն Անկարան փորձելու է օգտագործել այլ ուղղություններով իր շահերն առաջ մղելու համար, ինչը կարող է վերաբերել նաեւ Կովկասին։ Այդպիսով Անկարա-Բաքու բարձր մակարդակի վերջին շփումն ըստ էության կարող է միայն մի դրական բան պարունակել Կովկասի համար։ Եթե Ալիևի հետ քննարկումներ Էրդողանը չի դիտարկել Կովկասում էլ որևէ ռազմական սադրանքի միջոցով հարցեր լուծելու տարբերակ, այլ պարզապես ունեցել են դիրքորոշումները չթույլատնելու եւ առավելապաշտությունից հրաժարվելու պայմանավորվածություն։ Իդեպ, այդ մասին են վկայում եւ այն, որ Ալիևը հենց Անկարայում հայտարարում էր Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություն, նշելով, թե խորհրդային իշխանությունն է ադրբեջանական հողերը իբր թե հանձնել Հայաստանին։ Ալիևը չէր անի որևէ այդպիսի հայտարարություն, եթե այն նախապես համաձայնեցված չլիներ թուրքական կողմի հետ։ Ընդ որում, Թուրքիայի եւ Ադրբեջանի քննարկումները թերևս ներառել են ոչ միայն Հայաստանը, այլ նշաձողը ամբողջ Կովկասում, ինչի վկայությունը վերջին շրջանում Վրաստանի ուղղությամբ նրանց աշխատանքի ինտենսիվացումն է։ Նյութի աղբյուր, Առաջին AM։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չեղարկում է ԱՄՆ միջազգային զարգացման ծրագրերի 83%-ը։ Ըստ նրա, 5000-ից ավելի ծրագրերի ահռելի մասը ենթադրել է միլիարդավոր դոլարների հատկացումներ, որոնք չեն բխել ԱՄՆ շահից, իսկ որոշ դեպքերում էլ հակասել են դրան։ Միաժամանակ նա հայտարարել է, որ պետքարտուղարությունը մտադիր է ավելի արդյունավետ կառավարել ուժի մեջ մնացած մոտ 1000 ծրագրերը։ Հիշեցնեմ, որ պաշտոնամուտից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրել ԱՄՆ ՄԶԳ-ն վերակազմակերպելու, աշխատակազմը կրճատելու, կառույցը պետքարտուղարության ենթակայության ներքո բերելու որոշում։ Պետական ծախսերի արդյունավետության նորաստեղծ գործակալության ղեկավար Իլոն Մասկը դրանից առաջ ազդարարել էր, որ պետք է դադարեցնել արտաքին օժանդակության ծրագրերը, որքանով է Հայաստանին առնչվելու ԱՄՆ ՄԶԳ ծախսերի 83%-ի կրճատումը։ Հայաստանը որքանով է ներկա լինելու այն մոտ 1000 ծրագրերում, որ մտադիր է առավել արդյունավետ կառավարել եւ իրականացնել պետքարտուղարությունը։ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում գործել է գրեթե 3 տասնամյակ եւ այդ ընթացքում իհարկե միամտություն կլինի ասել, որ բոլոր ծրագրերն ու հատկացումները ունեցել են հանրօգուտ էական նշանակություն, բայց որ գործակալությունը Հայաստանում իրականացրել է շատ կարևոր ծրագրեր կասկածից վեր է։
ԱՄՆ ՄԶԳ գործունեության ընթացքում Հայաստանում էական նախաձեռնություններ են եղել տարբեր ոլորտներում, որոնք նպաստել են թե պետական կառավարման համակարգում, թե հասարակական տարբեր ուղղություններում արդիականացման ընթացքին։ Այդ առումով անկասկած Հայաստանի համար շոշափելի կորուստ կլինի գործակալության ծրագրերի դադարեցումը։ Միևնույն ժամանակ այս հարցը պետք է լինի հայ-ամերիկյան դիվանագիտական օրակարգի մաս։ Հայաստանի կառավարությունը պետք է կարողանա աշխատել պետքարտուղարության հետ։ ԱՄՆ ՄԶԳ ծրագրային արեալում Հայաստանը պահելու եւ հանրայնորեն իսկապես կարևոր նշանակության ծրագրերը շարունակելու համար։ Ավելին, սա նույնիսկ կարող է լինել ցուցիչ, թե որքանով է պաշտոնական Երևանն ի վիճակի արդյունավետ փոխհարաբերություն հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ, այդ կերպ նաեւ ապահովելով նախորդ վարչակազմի վերջին օրերին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունից բխող աշխատանքի առարկայական շարունակություն։ Վերջին հաշվով դրա էֆեկտը պետք է լինի ոչ թե ներքին սպառման համար անհրաժեշտ տեղեկատվաքարոզչական, այլ աշխատանքային առարկայական։ Նյութի աղբյուր, Առաջին AM։